Դուք դիտում եք հեռանկարը։ Ինչ ուղերձներ հնչեցրեց Հայաստանում գտնվող Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը եւ ինչ ենթատեքստեր ունեն այդ հայտարարությունները։ Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցելու ենք դիվանագետ, իրավագետ Վաներ Հարությունյանի հետ։ Պարոն Հարությունյանի հետ զրույցը լինելու է հեռավար, քանի որ նա գտնվում է Ֆրանսիայում։ Պարոն Հարությունյան, շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու պատրաստակամության համար։ Շնորհակալություն։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը Երևանում հայտարարեց, թե իրենք պատրաստ են աջակցել Հայաստանի պաշտպանությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Ինչպես կմեկնաբանեք Լավրովի այս խոսքերը։ Առաջին իսկ հայացքից կարելի ասել դրական է, բայց ուշացած են հաշվի առնելով ռեալ պոլիտիկը եւ աշխարհական այն իրադարձությունները, որ կատարվում են մեր տարածաշրջանում, չնայած ընդհանուր առմամբ պետք է դրական գնահատական տալ այդ վերահաստատմանը, այսպես ասած, սակայն այստեղ բազմաշերտ է այս այցը եւ այցի հետագա նպատակները։ Հետագայում իհարկե կզարգացնենք, թե ինչի նկատի ունեմ, բայց այստեղ կարևոր է, որպեսզի ճիշտ հարցադրումներ եւ ճիշտ պատասխաններ պահանջվեն երկկողմ, հատկապես Հայաստանի կողմից Ռուսաստանի վերջին տարիների վարած քաղաքականության մասով, Հայաստանի Հանրապետության, Արցախի կորստյան եւ այլ տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Իսկ ընդհանուր առմամբ ինչ կարևորություն եւ նշանակություն կարող է ունենալ Սերգեյ Լավրովի այս այցը։ Տեսեք, աշխարհը շատ արագ կերպով փոխվում է, մեր տարածաշրջանը զերծ չէ այդ գործընթացներից, ըստ էության Հայաստանի որոշակի ակնարկները դեպի արևմուտք ավելի արագացնելու տեմպերը անհանգստացնում են բնականաբար Ռուսաստանի Դաշնությանը։ Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանում անխուսափելի դերակատար է բոլոր 3 հարավկովկասյան հանրապետությունների համար, ուստի շեշտադրումը դրվում է վերադարձնել Հայաստանին նույն այն ազդեցության գոտի, որը եղել է մինչև 2020-ը կամ դրանից ավելի առաջ, այսինքն շոյելով, ասելով, որ այո, այսպես ՀԱՊԿ, ԵԱՏՄ, տարածքային ամբողջականություն, ռազմական բազայի 31-ի մասին է խոսում Լավրովը, հատուկ ընդգծում է պաշտպանության ոլորտը, դա բնականաբար փորձ է Հայաստանին բերել մինչ կարելի ասել ճգնաժամային, որտեղ ճգնաժամ եղավ 2020-ից ի վեր Հայաստան-Ռուսաստան եղբայրական հարաբերությունների մեջ, այսպես ասած, ուստի հիմա Ռուսաստանը փորձում է Վրաստան, Հայաստան, այսինքն Կովկասը ավելի ուշադրության կենտրոնում դարձնել եւ Կովկասը դարձնել ռուսական ազդեցության ամբողջական գոտի։ Տեսեք, բայց Հայաստանի տարածքային ամբողջականությունն արդեն իսկ խախտված է, այսինքն Հայաստանից Ադրբեջանն ունի օկուպացրած տարածքներ եւ ինչից էլ հենց ըստ էության այսպես այդ ճգնաժամն ավելացավ եւ լարվեց գագաթնակետին հասավ օրինակ հենց Ջերմուկի դեպքերի հետ կապված եւ այսօր էլ Լավրովը անդրադառնալով Ջերմուկի դեպքերին ասաց թե Ջերմուկի դեպքերի ժամանակ իրենք դաշնակցային պարտավորություններին բնորոշ արձագանք են դրսևորել։ Ինչպես եք մեկնաբանում այս հայտարարությունը։ Տեսեք, դաշնակցին բնորոշ գործողությունները դա ՀԱՊԿ պայմանագրով անդամ պետության, այստեղ Արցախի մասին չի խոսք, այլ սուվերեն ինքնիշխան Հայաստանի Հանրապետության սահմանների տարածքային ամբողջականության մասին է, ըստ էության հայտարարություններից այն կողմ ոչ մի բան չի արվել որևէ մեկի կողմից, ՀԱՊԿ անդամ պետություններից որևէ մեկի, այդ թվում Ռուսաստանի կողմից, միգուցե Ռուսաստանի Դաշնությունը նաև փաստարկ ներկայացնում է նա, որ ռուս-ուկրաինական պատերազմի դեպքում ՀԱՊԿ մնացած անդամները իր հետ չեն, բայց այստեղ նաև տարբեր իրերի դասավորվածություն է, այսինքն իր վրա չեն հարձակվել, այլ ինքն է պատերազմը սկսել։ Ուստի այստեղ
հայտարարություն կատարել ու զուտ հայտարարություններով սնել երկկողմ հարաբերությունները, ասել թե արդեն ամեն ինչ լավ է եւ բերեք առաջ գնանք, դա ըստ էության, եթե քաղաքական շրջանակների կողմից ինչ որ ձևով դիվանագիտության մեջ կարող է հանդուրժվել, սակայն հասարակության մեծ զանգվածի կողմից բնականաբար դա չի մարսվում եւ դա հիմնավորված, այսինքն պահանջ է նաեւ հայ հասարակությունը պետք է հասկանա, եթե դաշնակից է, իրական դաշնակիցն է, ապա ինչու Արցախի հարցը այդպես լուծվեց, ինչու Արցախը կորցրեցինք եւ այլ բավականին ավելի խորը հարցեր են լինում ու հիմա նորից հայտարարություններով հանգստացնել հասարակությանը կարծում եմ, որ արդյունավետ միջոց չէ։ Լավրովի այս հայտարարությունը, թե պատրաստ են աջակցել Հայաստանի պաշտպանությանը, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականությանը, արդյոք նշանակում է, որ նրանց մոտեցումներում ինչ-որ բան փոխվել է եւ Ռուսաստանը ի վիճակի է այնպես անել, որ Հայաստանին վերադարձվեն այդ օկուպացված տարածքները, այսինքն ադրբեջանցիները դուրս գան այդ տարածքներից։ Գիտեք, Ռուսաստանի պես երկիրը իր քաղաքականությունը բնականաբար հարմարեցնելու է իր շահերին։ Եթե ինչ-որ առաջին հերթին այդտեղ տարածքների վերադարձի մասին կամ առաջնահերթ խնդիր չի դրվի հենց ռուսական կողմից իր համար, իր շահերի շրջանակներում, այլև կդրվի տարածաշրջանում ազդեցությունը մեծացնելու հնարավոր միջոցներ ձեռնարկել։ Իսկ հնարավոր միջոցները տարածաշրջանում շատ լավ տեսնում ենք արդեն մի քանի տասնամյակներ դա չլուծված կոնֆլիկտներն են։ Ուստի դա նաև կարող է միջամտությունը կամ այսպես ասած հավաստիացումը տանել մի այլ տեսակի, մի այլ որակի ավելի խորը բախման Հարավ-Կովկասում Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։ Ուստի միանշանակ ասել, որ միջնորդությունը այդ հարցում ռուսական կողմի եւ միայն բացառապես ռուսական կողմի որից է մեկը չի կարող երաշխիք տալ, որ դա սակվի հաջողությամբ կողմերի համար։ Այսինքն Ռուսաստանը ստացվում է, որ հիմա ավելի շատ շահագրգռված է, որ այդ կոնֆլիկտը չմարի, քան մարի, այսինքն շահագրգռված չէ, որ հայ-ադրբեջանական այսպես խաղաղության պայմանագիրը ի վերջո ստորագրվի եւ Ադրբեջանն էլ այդ սահմանագծման արդյունքում դուրս գա այդ օկուպացրած տարածքներից։ Ճիշտ ասած այդ հարցը, եթե տայիք Լավրովին կպատասխաներ, որ այո, իհարկե շահագրգռված է Ռուսաստանը։ Հուսանք, որ շահագրգռված է, բայց արդյոք բոլոր միջոցները ձեռնարկվել են անկեղծորեն Հայաստանի հանդեպ առաջին հերթին եւ հետագայում նաեւ ճնշումների առումով Ադրբեջանի հանդեպ, որպեսզի չհասնենք այս իրավիճակին։ Կարծում եմ, որ ոչ։ Եվ եթե հետ հայացք նայենք հետ խորհրդային տարածքներում, կլինի դա Հարավային Կովկասում, թե այլ հանրապետություններում միշտ խնդիրներ կան, որոնք կոնֆլիկտներ կան, որոնք կամ ձև է տրված, որ լուծվել են, կամ սառեցված է, երբ որ պետք է լինում, դրանք թեժանում են։ Ուստի չեմ կարծում, որ քաղաքականության այդ վերաբերմունքը փոխված է։ Ուստի ինչ որ պահի կգա ինչ որ մի խնդիր, որը նույնպես կբերի էլի կողմերին հակամարտության։ Իսկ տվյալ դեպքում խաղաղության պայմանագիրը ստորագրելը ճիշտ բան է այնքանով, ելնելով այն սկզբունքից, որ հավասարը հավասարի հետ ստորագրեն միջազգային պարտավորեցնող պայմանագիր, ոչ թե զիջումների եւ դոմինանտության միջև լինի դա։ Նաեւ չպետք է բացառենք, որ կարող է որոշակի Ադրբեջանի, այսինքն ոչ թե որոշակի, Ադրբեջանի ճնշումները նաեւ կարող են անուղղակի ձևով արտահայտվել Ռուսաստանի կողմից, որպեսզի Հայաստանը ստորագրի այդ խաղաղության պայմանագիրը։ Դա իհարկե ենթադրություն է, որը հեռու չէ իրականությունից։ Ուստի ռուսական ներգրավվածությունը ամեն մի հարավկովկասյան կոնֆլիկտում դա նաև տանում է դեպի երկարատև չլուծման կամ այսպես ասած սառեցված եւ միշտ կայուն սառեցված կամ
արկա խնդրի։ Այդ համատեքստում Ալիևը նորից հայտարարել է, թե քանի դեռ տեղի չի ունեցել արևմտյան, այսպես կոչված ադրբեջանցիների վերադարձը, հարցը չի վերանա Ադրբեջանի օրակարգից։ Սա հենց ձեր այդ ասած հայ-ադրբեջանական խնդիրը չի տանում հարատևության։ Իհարկե, եւ Ադրբեջանի նախագահի ախորժակը դրանով երբեք չի բավարարվի, ենթադրություն անելով, եթե ինչ որ տեղահանվածների փոխանակում եւ այլն, բայց այստեղ հավասարը հավասարի հետ չի կատարվում այդ ամենը, քանի որ նույն հաջողությամբ Հայաստանի Ադրբեջանի ԽՍՀՄ բազմաթիվ ցակմող հայ քաղաքացիներ լքել են Ադրբեջանում իրենց տարածքները եւ նաեւ Արցախի բնակչությունը տեղահանված եւ այլն։ Ուստի այդպիսի ելակետային բանակցություններ անել այդպիսի դիրքից արդեն դա, ինչպես քիչ առաջ ասեցի, անհավասար պայմաններում բանակցություն է, ու ավելավ է այդ բանակցությունները, չգիտեմ, այլ հարթակով, այլ միջնորդների միջոցով կատարվի ավելի միջազգային խորը ներգրավվածությամբ, քան թե տարածաշրջանային որոշ դերակատարների միայնակ ներկայությամբ։ Դա է նաև վտանգներից մեկը, որ Հայաստանի նկատմամբ կարող են ավելի ուժեղանալ ճնշումները։ Այդ թվում նաև Ռուսաստան-Ադրբեջան համատեղ շահերից ելնելով խաչվելը այդ շահերի, որի տուժողը կլինի Հայաստանը։ Ուստի հայկական դիվանագիտությունը բավականին զգուշ եւ մի քանի անգամ պետք է, ինչպես ասել, ավելի բարձր զգուշավորություն ցույց տա ռուս-հայկական հարաբերություններում։ Իհարկե դա չի նշանակում, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է վատանան կամ պետք է արհամարեն։ Ընդհակառակը Ռուսաստանի հետ պետք է երկխոսությունը ավելի հավասարին փորձել խոսել, շահերից ելնելով, ճիշտը ասելով եւ պահանջելով ճիշտ հարցադրումներ դնելով, որովհետեւ գիտեք, Ռուսաստանի Դաշնության հետ ունենք մի քանի 100 միջազգային պայմանագրեր, երևի բոլոր ոլորտները կարգավորող։ Բայց դրանք թղթի վրա գրված պայմանագրեր են հիմնական։ Այսինքն, եթե իրականում բոլոր երկու կողմերից էլ կատարվեր այդ պայմանագրերը, հիմա չենք ունենա այն վիճակը նաև։ Պարոն Հարությունյան, ձեր ասած այդ զգուշավորությամբ է նաև պայմանավորված, որ այսօր Սերգեյ Լավրովի հետ հայտարարությունների ժամին Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե չեն դիմել Եվրամիությանը անդամակցության հարցով եւ չկա բանակցություն նաև այդ ուղղությամբ եւ Ռուսաստանի հետ հարաբերություններն էլ նպատակ ունեն դնել դրական ուղու վրա։ Դա ճիշտ հայտարարություն էր նախարարի կողմից, դիվանագետ լինելով ճիշտ իրերը տեղին պահին հաշվի առնելով, թե ում հետ է նաև հանդիպումը, իհարկե Ռուսաստանը ունի իր կարծիքը եւ ենթադրությունները եւ փաստերը, սակայն ճիշտ է, որ Հայաստանը պաշտոնապես Եվրամիության թեկնածություն չի ներկայացրել, Հայաստանի օրենսդիրը արտահայտել է այդ ժողովրդի կամքը, այսպես ասած, եվրոպական ինտեգրման ճանապարհը որպես այլընտրանք, դա պետք չէ նաև նսեմացնել այդ ցանկությունը, այդ կատարած քայլը, ուստի սա կարելի է շատ լավ օգտագործել ռուս-հայկական հարաբերություններում, նաև ռուսներին ասելով, որ մենք այլընտրանք ունենք դեպի Եվրոպա։ Իհարկե, այլընտրանքի առումով մենակ մեր ցանկությունը բավականին քիչ է, նաև Եվրոպան պետք է մեզ ցանկանա ինտեգրել, իսկ դա արդեն հարցի այլ կողմն է։ Բայց դիվանագիտության մեջ այդպիսի մանևրը անելը, այդպիսի բավականին բնական եմ համարում։ Բայց օրինակ տարբեր շրջանակների կողմից, երբ այդպիսի հայտարարություն է հնչում, դա մեկնաբանվում է, որ Հայաստանը կարծես նորից փորձում է վերադառնալ ռուսական դաշտ, երբ փորձում է Ռուսաստանին, այսպես ասած, սիրաշահող հայտարարություններ անել։ Տեսեք, Հայաստանը վերադառնում է ռուսական դաշտ, Հայաստան տնտեսապես շատ ներկա է ռուսական դաշտում։ Չմոռանանք, բերեք իրատես լինենք, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, Եվրամիության անդամակցության դեպքում ԵԱՏՄ եւ Եվրամիություն հակասական լրիվ բևեռներ են, դա չի կարող իրար հետ գոյատևել համատեղ
լինել, ուստի Հայաստանի Հանրապետությունը իհարկե փորձում է բավականին ճկունություն ցույց տալ, բայց իրականում եւ Արևմուտքը եւ Եվրամիությունն է տեսնում տարածաշրջանում Ռուսաստանի հնարավոր ազդեցության ավելացումը նաեւ Հայաստանի վրա եւ Հայաստանը տեսնում է, որ իրատեսական դեպի Եվրամիություն գնալու համար այնքան պատրաստ չէ Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի փորձի ասել, որ ընտրել է Եվրամիության եվրաինտեգրման բևեռը ամբողջությամբ։ Ուստի այստեղ ուրիշ վտանգ կա։ 2013 թվականը չմոռանանք, 2013 թվականի նման եթե նույն կրկնությունը եղավ Եվրոպայի հետ բանակցություններ եւ հետո էլի գնալ ավելի ռուսական ինտեգրման, չեմ կարծում, որ այս անգամ Արևմուտքը ավելի հանդուրժողական կլինի։ Այսինքն երկրորդ անգամ նույն սխալը թույլ տալը դժվար թե ներվի։ Տեսեք, Արարատ Միրզոյանը երեկ էլ եվրոպացի դեսպանների տարածաշրջանային սեմինարի ժամանակ ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Հայաստանը մինչև 95% նվազեցրել է պաշտպանական ներկրումների կախվածությունը մեկ աղբյուրից, ըստ էության նկատի ունենալով հենց ռուսական աղբյուրին։ Զուգահեռաբար կարողացել է ավելի ինքնուրույն իրականացնել սահմանային վերահսկողություն։ Այս հայտարարություններն էլ արդեն հնչում են եվրոպացի դիվանագետների, այսպես ասած, նրանց ուղղված ելույթի ժամանակ։ Այս հայտարարությունները իրար հակասում են, թե Ռուսաստանը, թե Եվրոպան հասկանում է, որ Հայաստանը, օրինակ ինչպես հայտարարում է, դիվերսիֆիկացնում է իր հարաբերությունները։ Դիվերսիֆիկացնել հարաբերությունները դա չեմ կարծում, որ սուվերեն պետության համար որևէ խնդիր է, լինի դա պաշտպանական թե տնտեսական ոլորտում, ուստի բավականաչափ բնական է ու Հայաստանը այդ առումով բավականին բաց է եղել իր գործընկերների հետ, բաց է մեկ կախվածությունը մեկ աղբյուրից չունենալու համար, որը նոր երևույթ է մեր երկրում, ուստի ներկայումս այդ վարվելակերպը ճիշտ է նաև հավասարակշռություն մտցնելով պաշտպանական ոլորտում, նաև դա ազդում է դիվանագիտական և տնտեսական հարաբերությունների վրա այն իմաստով, որ ճակերտավոր ասած մրցակցություն է ստեղծում դաշնակից կամ ոչ դաշնակից բարեկամ երկրների միջև, թե ով կարող է ավելի լավ աղբյուր հանդիսանալ այդ կարևոր ոլորտի, ինչպիսին է պաշտպանականը։ Ու այդտեղ նաև ուղղակիորեն ցույց է տրվում Ռուսաստանին, որ միակը ռուսական շուկան չէ, Ռուսաստանից չենք կարող միշտ կախված լինել միայն մեկ աղբյուրից։ Ինձ թվում է Ռուսաստանը հաշտվել է այդ մտքի հետ։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Հեռանկարում դիվանագետ, իրավագետ Վաներ Հարությունյանն էր։